Մարդ քաղաքապետներ, որ կանգնած էր այստեղ, նոր երիտասարդ քաղաքապետ մի րոպե չթողեց ջերմուկը, ոնց կարելի է այդպիսի մարդկանց չհարգել։ Ես այդպիսի մարդկանց եմ հարգում, իսկ որ մարդը գալիս է 5-6 տարի մեկ, 4 տարի մեկ, մի հատ բան է խոսում գնում, դու արի այստեղ ապրի, այս օդը շնչի, նոր կհասկանաս ով է եւ ինչա, մեզ շեղել չի կարելի, մենք զարգացած ենք, այն որ ասում են ավելի վատ, մենք ուրիշի ասած չենք անում, եթե ինձ ասում են, ուրեմն ես դրան ավելի ընդդիմադիր եմ դառնում, ես իմ գաղափարն ունեմ, ես խաղաղ է։ Շատ Իսկ վարչապետի կոչին ինչպես կարձագանքեք, որ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղ։ Այո, միշտ պետք է կանգնի, միայն հունիսի 7-ին չի, ամբողջ կյանքում մարդը, որ ապրում է իր հողի ջրի մեջ, պետք է կանգուն լինի, ուժեղ լինի, չլսի ուրիշի։ Իսկ եթե մարդիկ կան, որ այո, խաղաղություն, մենք շատ ուրախ ենք, վարչապետը ճիշտ է ասում, որ խաղամեն մարդ պետք է իր տան մեջ, իր ապրելա շրջապատում իր քաղաքին տեր կանգնի, այո, մենք պետք է մեր խաղաղության տեր կանգնենք։ Ես էլի եմ ասում 22 թվին մենք այնպես բաներ տեսանք, բայց մենք չթողեցինք, այստեղ էինք մեր հարգարժան քաղաքապետը մի րոպե այստեղ ոչ թե բոմբոբիժ էր մտել, այլ կանգնել այստեղ ու մարդիկ, եթե ղեկավարը կանգնած է, ժողովուրդը իր կողքին է, իսկ եթե ղեկավարը փախչում է, ժողովուրդը ուրեմն ավելի վատ։ Իսկ մեր այս ջերմուկում բոլորը կանգնած էին եւ ես ուրախ եմ, որ կգա խաղաղություն, ոչ թե միայն Հայաստանում, ամբողջ